Մերոնք կետայում կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարևձեզ։ Մեր հաղորդման գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Այսօր ասելիք շատ կա, երկու նախագահներ խոսեցին, եթե դրանք նախագահ էին, իհարկե ես տիեզերագնաց եմ, բնականաբար Նիկոլ Փաշինյանը իր թիմի հետ արձագանքեց, եւ այսպես շարունակ այսօր մենք խոսենք այդ մասին մի քիչ ծանր թեմաներ են, բայց պիտի խոսենք, պիտի իրականության հետ առնչվենք։ Սկսենք մի հարցից, որ որոշ օգտատերեր անընդհատ գրում են։ Բա Սամվել Բաբայանի մասին ինչ կասես։ Մեկ անգամ ասել եմ, կրկնեմ։ Ես Սամվել Բաբայանի ստնտուն չեմ ու չեմ եղել։ Սամվել Բաբայանը իր անցած ճանապարհով պատերազմի դաշտում առաջին պատերազմում ապահովել է իր պիտանելիությունը։ Ինչ վերաբերում է Վանեցյանի հետ վերջինիս միավորմանը, ապա ես իմ շանը Վանեցյանի կողքը չեմ կապի, որովհետև անպայման կփչանա։ Բայց ինչ է արել Սամվել Բաբայանը, դուք ինքներդ իրեն հարցրեք, ես որևէ մեկի հոգևոր հայրը չեմ։ Սա իգիտություն բոլոր չարախոսներին, եւ ես եթեր եմ հրավիրում նրանց, ում գտնում եմ, որ ասելիք ունեն։ Եթե կհիշեք 44 օրյա պատերազմից հետո Սամվել Բաբայանը ասաց այն, ինչը մեկը պիտի բարձրաձայներ։ Այնպես որ բավական է չարախոսեք։ Հիմա գանք նախ Նիկոլ Փաշինյանը, որ ասում է սրբերի դուրն ընկած ման է գալիս։ Ամեն կիրակի, չգիտեմ, մեկ հովանավանքում է, մեկ չգիտեմ անհով վանքում, մեկ վաղնել, չգիտեմ, հաջորդ շաբաթ կգնա, ինչ էր ասում, վայք եւ այլն, լավ է անում, իր խնդիրն է։ Մի ուրիշ խումբ էլ կամ խմբակ, ոնց կարող եք կուզեք ձևակերպեք, սրա հակառակն է ասում, թե Նիկոլ Փաշինյանը սուրբ առաքելական եկեղեցուն, մեր եկեղեցին քանդում է, էս է անում, այն է անում, եւ հատկապես որոշ լրագրողներ ու լրատվամիջոցներ այս մասին բարձրաձայնում են, իրար ուտում են, կոպիտ ասած, իսկ իրականությունը մեկն է, երկրի կաթողիկոսը պիղծ է։ Ես մաղթում եմ բոլոր այդ լրագրողուհիներին գնան եւ այդ կաթողիկոսից հղիանան, դուրներդ գալիս է, իմանալ ճշմարտությունը եւ չասել, դա ստորություն է։ Բոլորդ գիտեք ինչ է իրենից ներկայացնում կաթողիկոսը եւ այդ սրբազանած թեմա մի մեծ մասով։ Գնացեք, թող ձեր այդ սեքսով զբաղվեն, կներեք մեղմ բառիս համար։ Թող ձեզ ընդհանուր անեն, սիրեք, սիրվեք, չգիտեմ, լավը զգացեք։ Կամ էլ մարդ եղեք ու ասեք ճշմարտությունը։ Գուցե իմ դուրն էլ չի գալիս, որ Նիկոլ Փաշինյանն է, այս, չգիտեմ, մասին ասում, որ չէ, այսպիսի պիղծ արածներ չեն լինի, քանզի ինքն էլ սրբերի չէ, բայց այն ինչ դուք եք անում որպես լրագրողներ, այն սուտը, որ դուք մատուցում եք հասարակությանը, դա արջի ծառայություն է։ Ուրեմն գնացեք, թող կաթողիկոսը եւ սրբազանները ձեզ ընդհանուր անեն։ Ձեր դուրը ուրեմն դա գալիս է։ Ինձ դուր չի գալիս։ Հայ ժողովրդին մեծ մասով դուր չի գալիս։ Եթե սրբազանը կամ կաթողիկոսը ինձանից չպիտի տարբերվի, էլ նա ինչի կաթողիկոս է։ Եթե Աստծու տանը Աստծուն երթում տվածը պիտի պղծի Աստծու տունը, ուրեմն նա ինչ գործ ունի Աստծու տանը։ Խոսքը սրան է վերաբերում։ Եվ կարծես թե այս մասին մենք չգիտենք, ասում ենք վայ աման, Նիկոլը քանդում է։ Հասկանում եք։ Նիկոլը քանդի, չքանդի, այս կեղտից պիտի ազատվենք։ Չեք ուզում ազատվեք, գնացեք հետները շփվեք, ասացի իմ ձևով։ Հղիացեք եւ փոքրիկ սրբազանիկներ լույս աշխարհ բերեք։ Ավել պակաս քիչ խոսեք։ Այդպես չի կարելի։ Այդպես ծուռ հայելիների թակավորությունում չի կարելի ապրել։ Էս է խնդիրը։ Եվ երբ ես ասենք քննադատական խոսք եմ ասում Նիկոլ Փաշինյանի հասցեին, մի ուրիշ ամբողջ են կողմից վազ է տալիս վույաման, այդ մեր սուրբն է։ Հա դուք էլ սրբի շներն եք։ Չէ, սրբերը երկնքում են։ Այնտեղ որտեղ պակաս է, ես իմ պարտն եմ համարում ասել, դուր գա թե դուր չգա։ Ես չեմ պատրաստվում իմ կնոջն ուղարկել կաթողիկոսի մոտ խոստովանության, որտեղ կաթողիկոսը ձեռնընկած է կոռուպցիա չի անում։ Դուք պատրաստվեք ուղարկել ձեր կանանց, լավ եք անում։ Ձեր համար միևնույնն է։ Իմ համար եւ իմ տեսակի համար միևնույնը չէ։ Այսքանը եկեղեցու, այսպես կոչված թնջուկի
մասին։ Հիմա գանք ավելի դառը թեմաներին։ Քոչարյան Ռոբիկն ու Սարգսյան Սերժիկը իրենց լեզվով ասեմ բալտատարին խոսեցին։ Թուրքերեն չգիտեմ թե չեք ասեի, նույնն էտել է իրենց մայրենին։ Եվ ինչ է ստացվում։ Քոչարյան Ռոբերտն ասում է, այ մարդ, եթե դու ոչ մի ուրիշ բանի հայտ չես ներկայացնում, դու տարածաշրջանում մի բան չես։ Էս ինչ անում Նիկոլը, ինչ անում։ Չգիտեմ Նիկոլն ինչ անում, բայց տարածաշրջանում բաց ճանապարհներ ունենալ, դառնալ գործոն եւ շարունակել ապրել ված չէ։ Քոչարյան Ռոբերտը գործոն ասելով երևի ի նկատի ունի իր զավակներին, ովքեր մի քանի 100 միլիոնավոր դոլարների տեր են դարձել։ Ում հաշվին են դարձել Արցախի հաշվին, Արցախը հանձնելու հաշվին։ Եվ բոլոր են արցախցիները, ովքեր ուզելիք ունեն, թող գնան Քոչարյան Ռոբերտից փող ուզեն իրենց համար տուն սարքեն։ Կամ էլ ձայները կտրեն եւ ապրեն Հայաստանի օրենքներով։ Եվ չփորձեն Հայաստանին ու հայ ժողովրդին մեղադրել այն ամենի մեջ, ինչի առաջին մեղավորը իրենք են։ Երբ լռում էին, երբ ասում էին մեր Ռոբիկն է, երբ որոշ անասուններ կենած էին ասում էին Աստվածել է Ղարաբաղցի, եւ Ղարաբաղը լափում էին։ Հիմա այսօր եկել են ու շատերը այստեղ ասում են Ռոբերտ Քոչարյանը արյուծ է։ Չէ, հա։ Կարող է ուրիշ բան է։ Ատարով սկսող։ Վերջնել էլի ա։ Այդ է Ռոբերտ Քոչարյանը, եթե կուզեք իմանալ։ Նույնը Սերժիկ Սարգսյանին է վերաբերում։ Սրանք խոսում են բանակցություններից, ասում են 19 թվականի չգիտեմ ինչ էին առաջարկել Նիկոլ Փաշինյանին, այ դա լավն էր, դա չարեց, դա շատ ավելի վատն էր, քան ասենք թե դրանից առաջ դուք բանակցում էիք։ Մադրիդը, Կազանը, էսը, էնը 19 ծայրահեղ էր։ Ինչու չէիք գնում հարցի լուծմանը, երբ դուք էիք որոշողը։ Իրենց դա պետք չէր։ Իրենց պետք էր հարստահարել, պղծել Հայաստանը։ Իրենց պետք էր թագավոր խաղալ։ Իրենց տերերը թույլ չէին տալիս։ Ասում էին գյադեք այսպես պիտի լինի եւ գյադեք այդպես արել են։ Եվ այս ամբողջի թնջուկը վերջը ինչ էր։ Իրենք չէին կարող, ասենք Սերժիկը չէր կարող ինքը պարտվել։ Այդ բոյը շիմշատ տաղեն որ խոսում է, ինքը չէր կարող պարտվել, այսինքն պարտության հեղինակ լիներ։ Պարտության հեղինակ պիտի Սուրիկը լիներ Նիկոլը Պողոսը, բերին տվին Նիկոլին։ Թող Նիկոլն էլ իրեն խունջիկ-մունջիկ չբերի թե Թավշյա հեղափոխություն արեց, գալատ արեց, տվեցին արեց։ Նիկոլը չէր կարող Թավշյա հեղափոխություն անել, եթե Սերժիկը չցանկանար։ Օրինակները բազմաթիվ են, էլ չկրկնեմ։ Պետական կառույցները, բանկերը, որ պատկանում էին Քոչարյան Ռոբերտին ու Սերժիկ Սարգսյանին, հանկարծ բանկիրներն եկել էին հեղափոխություն էին անում։ Այդ ում եք ձեր իմացած կենթանու տեղը դրել։ Դուք եք դա։ Պետք էր Թավշյան սարքեցիք։ Հաշվարկը պարզ էր, էսա Ադրբեջանը կհարձակվի, կպարտվենք, Նիկոլին էլ ռադ կանենք, մենք նորից հետ կգանք։ Ուղղակի Նիկոլը ձեզանից նենք դուրս եկավ այս իմաստով կամ խորամանկ։ Ոնց ուզում եք ձևակերպեք։ Եվ հիմա այսպես ասած շնչակտուր խոսում եք, ինչ է եղել, ինչ է պատահել։ Նույնը Նիկոլն է անում։ Սա էլ, վայ, ես բերեցի խաղաղությունը, 4-րդ հանրապետություն բերեցի։ Ես, չէ հա։ Են մենք իշի քուրակ էինք ազգովի 3-րդ հանրապետության ժամանակ, գոյություն չենք ունեցել։ Մենք չենք տարապել, չենք ստեղծել, դու եկար ու 4-րդը բերեցիր, տնկեցիր այստեղ։ Այսքան սեփական ժողովրդին չհարգել, մենակ Հայաստանի իշխողներն են ընդունակ։ Եվ ինչ է ստացվում, Քոչարյան Ռոբիկը մեղավոր չի, Սերժիկը մեղավոր չի, Նիկոլը մեղավոր չի։ Բա մենք ենք մեղավոր։ Մենք, որ մեր զավակներին տվեցինք։ Մենք, որ պաշտպանեցինք երկիրը։ Մենք, որ վատ ապրեցինք շանքտից ջուր խմելով։ Մենք ենք մեղավոր։ Որևէ մեկը չի ուզում իր մեղքի բաժինը խոստովանել ասել, այ մենք այստեղ սխալվեցինք։ Մեկ էլ կտենաս Նիկոլն ասում է, գիտեք որտեղ եմ սխալվել բան, ու ինչ որ այսպես ասած իր լեզվով կռուտի տանում։ Հերիք չի կռուտի տանեք։ Ունեցեք տղամարդկություն, ընդունեք ձեր սխալները, շարունակենք առաջ գնալ։
ուրեմն եկեղեցուց սկահակ է կորչում, գողանում են, առավոտյան քննիչը գալիս է, տեսնում է սևազգեստներով հավաքված, խաչակնքում են, աման, էս ինչ է եւ այլն, դե քննիչը սա էլ ասում է, արա ովքեր եք։ Դրանք ներկայանում են, Սրբազան, չգիտեմ, Նիկոլը, Սրբազան Սուրիկն եմ, Սրբազան Պողոսը բանը, ես քննիչ նայում ասում եմ, լսի արա, որ սաղը Սրբազան եք, բայց սկահակ նով ա գողացել, շամ որդիկ։ Այդ որ բոլորը Սրբազան եք, ես ամբողջի մեղավոր նով։ Քոչյան Ռոբերտն ու Սերժիկ Սարգսյանը մի մարմաջուն են, մնալ ասպարեզում, նրանք իշխանություն մեծ հաշվով չեն ուզում, դեռ ժամանակը չի, փողերն ունեն, այս ժողովրդից թալանել են, բռնուղ էլ չկա, մի քիչ էլ տունտունիկ խաղան, հիմա Նիկոլը կվերարտադրվի, հետո մի 2 տարի հետո ավելի վատ կլինի վիճակը եւ այլն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանին ասում են, այս բանակդ ինչու ես կրճատում, ով կապիտան Թենքեշի սուր, ով հզորագույն, Պապիկյան Սուրիկն ասում է, մենք այդ հարցը լուծել ենք, չգիտեմ ոնց եք լուծել, միջև օրս լուծված չի, այս մոբը, որ տանում եք այնտեղ դիրքերում պահում, այդ մսացու է, պաշտպանունակությունն ուր է, արդյոք դուք ունեք, ասում եք պրոֆեսիոնալի, չգիտեմ, բանով ենք անցնելու, գալու են մարդիկ, փողով կամ բանակ, տալիս եք համարժեք, լուրջ պատրաստում եք այդ մարդկանց, թե միջև օրս ԵԿՄ բիձեքը գնում են գալիս, թե նրանք ինչ են անում առաջնագծում, ես էլ չգիտեմ, իմաստը որն է, իմի ես գնամ ու նստեմ խրամատում, ասեմ երկիր եմ պահում, չէ, երկիրը տենց չեմ պահում, մի ինչ-որ մասել ասում, արա ինչ լավ ատաղես տարի ու կես կծառայի, կարա ընդհանրապես չծառայի, պիտի հասկանանք համարժեքը ստեղծել ենք, թե չէ, համոզում եմ հավատալ, որ ստեղծել ենք, համ նայում եմ իշխանությունների պահվածքին կասկածում եմ։ Նրանք մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, մի ուրիշն էլ ասում է, գիտեք Նիկոլ Փաշինյանի, ինչ էր անունը, կալվածքները հիմա ձեզ ասեմ, այո, Նիկոլը 300 կալվածք ունի, այս դպրոց այստեղ, այն մանկապարտեզը այնտեղ, այն զուգարանը այնտեղ, հետո որևէ մեկը իրեն թույլ չի տալիս ասի, այդ դպրոցը, որ սարքում ես եւ հայերեն այդ աղավաղում փողոցում, քանի կոպեկ արժի դպրոցը, ումա պետք է դպրոցը, ում համար ես կառուցում, երբ ուսուցչին մի բան է ասում, պատին իշի քուրակներ ուրիշ բան են գրում եւ մի ուրիշ իշի քուրակներ դա թույլ են տալիս, պետական իշի քուրակներ, ովքեր սիրով թույլ են տալիս։ Փողատուր իրանց մամայի անունն էլ կգրեն միասին, ազգանունի հետ, կապ չունի, այդ Նիկոլի դղյակները այդ որ ասում եք, ես է արել, կոպեկ արժե, իհարկե չարժե, և այսպես կլոունադան շարունակվում է, մեզ համար շատ դժվար է, ես ուզում եմ մի պատմություն հիշեցնեմ, իշխանի ծառաները մի պարավ կնոջ, անընդհատ ինչ ունի բերում են, կովն եմ բերում, հորթն եմ բերում, չգիտեմ, այծը, ուլը, բայց ես պարավը ամեն անգամ այդ իշխանի հարկահավաքներին ասում է Աստված երկար կյանք տա իշխանին, Աստված պահի ձեր իշխանին, մեկ, երկու իշխանին տեղեկացնում են, ասում են ես պարավի, վերջի հացն էլ տանում ենք, ձեզ որհնում է իշխան ասում է բերեք պարավին, ասում է պարավ, ես քեզ մի լավ բան չեմ անում, որ այսպես նայենք, հացիդ եմ որ ասում է գարուտ ամբարն անգամ, ծորենիտ ամբարն անգամ դատարկում եմ, այդ ինչու ես ինձ օրհնում, ասում է իշխանն ապրած կենա, քու հայրը դաժան մարդ էր, անիծեցի, մեռավ, դու հորիցդ վատն ես, վախում եմ քեզ էլ անիծեմ, քու լակոտը քեզանից վատը լինի, ահա թե ինչու օրհնում եմ, հիմա մենք մի տեսակ այդ օրհնելու վրա ենք նստած, դառն է ամեն ինչ, ես ճիշտն ասած կանանց, բան չեմ ասում էլի մեկ, բայց
Երբ այդ կինը սովորական կին է, կարող է մի բան էլ այսպես ասած դուրս տա։ Բայց երբ դա վարչապետի կին է, ես չեմ կարող չանդրադառնալ։ Աննա Հակոբյանը մի գրություն է գրել, շատ կարճ, ընդամենը մի բանին ասում է, ես իմ զորակցությունն եմ հայտնում, տեսեք ինչ է գրել, Թագուհի Թովմասյանին, ում արտաքինը բրի, գրեհիկ, անկիրթ ու տգետ տղամարդիկ արդեն մի քանի տարի է դարձրել են իրենց համար ինքնահաստատման միջոց։ Հենց ինքը դրանով ասում է, որ Թագուհի Թովմասյանը գարշելի արտաքին ունի։ Իբր զորակցում է, հա։ Հետո պարզվեց իրենց գրատի մեջ, որ ես դրա համար կրթությունը նորաձև է շարքը սկսեցի։ Տիկին Հակոբյան, կներեք, այդ տխմարության հեղինակն ուրեմն դուք եք։ Բայց չեք ամաչում, հիմա էլ դոկտորական եք գրում։ Ինչ է նշանակում կրթությունը նորաձև է։ Եվ մի ինչ-որ մասսա, ավելի կոպիտ բառ չասեմ, գիտեք ինչու է ասում Տիկին Հակոբյանը, ինչու ուզում է ասի, բա մեկը չկա ձեզ ասի, չի կարող կրթությունը մոդայիկ լինել։ Նման հայտարարություն չի կարելի անել։ Ես հիմա հասկացա, ինչու է Նիկոլ Փաշինյանը այն գլանագլխարկը դնում։ Երևի ձեզ դուր է գալիս, հաճույք եք ստանում։ Գլանագլխարկը ցիլինդրն է։ Ասում եք մի հատ ցիլոդիր ես նա եմ, էլի։ Երևի այդպես եք անում, հաճույք եք ստանում։ Ես չգիտեմ, մի հատ խորովածարանկարի նա եմ։ Էս որակով ուր եք տանում։ Համարդ է, ասենք թե Նիկոլ Փաշինյանը չունի այնքան կամային բան, որ ձեզ ասեր աղջիկ ջան, այ կնիկ, մեռնեմ քեզ, կրթությունը մոդայիկ չի կարող կոչվել։ Արի այդ անունը չդնենք։ Ինքը չունի, դուք էլ չունեք, որ այդ արտահայտությամբ ու հայտարարությամբ ուր եք գնում։ Մի բան ասել եք, նստած ամուսիններով, երկրի վարչապետ ու առաջին տիկին, աջ ու ձախ, այսպես ասած, տգիտությունը թափահարում եք։ Կրթությունը նորաձև է, չէ հա։ Բա այս տեմպերով, բա դուք ինչով եք տարբերվում նախկիններից։ Դե Քոչարյանն էլ ասում էր, հմի գիրք կարդալը մոդա չի, ապե։ Իրա երեխեքին միլիարդատեր սարքեց։ Սերժիկը իրա աղջիկերքին մարդու տվեց, փեսեքը դառան այս երկրի տերերը։ Դաշնակ պարագլուխները խապեցին, սկսեցին երգել, բանակը թալանել, իրենց լավը զգալ։ Այդ ձեր տարբերությունն ինչու՞մն է։ Կթու կովի պես թողել կթեն, հետո քացով տալ դույլը թափել։ Այսպիսի կառավարում, ասենք հիմա էլ հաջողեցիք, վաղը ինչ եք անելու։ Վաղը ինչ եք անելու, այդ վաղը գալու է իր ամբողջ դաժանությամբ։ Եվ հաշվի առեք, բոլոր նրանք, ովքեր այսօր գարան գլուխներով ծափահարում են ձեզ, եւ իմ տեսակին ու իմ նմաններին էլ ասում, արա ձենդ կտրի կրթությունը մոդայիկ ասելով, գիտեք ինչի նկատի ուներ Տիկին Աննան ու Նիկոլը, վայ աման, վաղը դրանք ձեզ տրորելու են։ Քանզի կրթությունը մոդայիկ չէ, եւ ասելով չէ, եւ սեփական օրինակով է։ Եվ զորակցում ես մարդուն, չես ասում, նրա գարշելի արտաքինը դարձել է պատճառ, որ որոշ տղամարդիկ բռի բաներ գրել։ Էն ասեցիք, այդ սև զորակցել էր, դա զորակցել չէր, եւ այսպես շարունակ։ Ահա ինչ իրականություն ունենք այս պահին մենք։ Դարը դաժան, եւ այս կլոունադան դեռ շարունակվելու է, դեռ խտացվելու է, դեռ գույները խտանալու են, դեռ կլորանալու է, դեռ դառնալու է մեծ ձնագունդ, ու վայ մեզ մեղքը մենք ենք։ Մնում է հուսալ, հա, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը։ Ինչի նշանակում 50 հոգի եկեք, տանեմ ձեզ ցույց տամ պասպորտով բանով, բանակում ինչ եմ արել։ Դե լավ է։ Նույնն է թե ես ցույց տամ, թե անկողնում ինչ եմ անում։ Բանակը դա այնտեղն է, որտեղ ոչ ոք չպիտի տեսնի ինչ են անում։ Երբ պետք լինի, պիտի այն օրը չընկնենք ինչ օրը ընկան։ Այն որ Սերժիկը ասում էր հոպը ոնց եղավ, հոպը նենց եղավ, որ իր բոլոր գեներալները դարձել էին ռուսական կամ ադրբեջանական գործակալներ։ Շատ գեներալների, տղաների կամ գնդապետների, զավակների Թբիլիսիում նարկոտիկ անցկացնելուց բռնեցին, նրանք դարձան գործակալ։ Դրա համար հոպի եւ մնացած բոլորի հետ անիծեցին, հաշված րոպեներով։
Այսպիսի բանակ մենք ձեզ չէինք թողել, այսպիսի բանակի հիմք չէինք դրել։ Հիմի հիմք եք դնում, հիմք դրեք, տանեմ ցույց տամ։ Ում ցույց տաս։ Ինձ տանես ցույց տաս, թե ինչ գաղտնի զենք ունես կամ ունես, ինձ դա պետք չի։ Ինձ հավատն է պետք, որ վաղը իսկ Ադրբեջանի հետ ձեր ասած խաղաղությունը Պյուրոսյան է։ Այդ խաղաղությունը ամեն վարքյան կարա փլուզվի։ Դրան պաշտպանելու պատրաստ պիտի վստահ լինենք, որ կարող ենք լինել պատրաստ։ Այդ պատասխանն եք դուք տալու, Աստված միար ասցե վաղը մյուս օր, երբ նորից Ադրբեջանը որոշի, էլ տունտունիկ չեք խաղալու, աման ձածա չխփես։ Պիտի այնքան ուժեղ լինես, որ ձածային այնպես հետ խփես, որ իրա դուսեկած տեղը հիշի։ Մի բան էլ ավելին հիշի, ստեղծման ու արարման պահը հիշի։ Այսպիսին պիտի ստեղծեք բանակը։ Բայց ոչ խռովկան երեխու պես, հեսա տանեմ մի 50 հոգի հավաքվեք ցույց տամ, տեսեք ինչ է, մենակ չանեկները դել նախագահին տանեմ, մի հատ ասում սաղավարտ հացեք չանեկները չընկնի։ Զենքը ընդամենը զենք է, սա գրիչ է, պիտի գրել կարողանաս սրանով։ Գրիչի ինքն իրեն չի գրում։ Այդ փոխաբերական իմաստով է ասված, պատին դեմ տված ծախավելը տարի մեկ ինքն իրեն ավլում է։ Դա փոխաբերական իմաստով է։ Այդ զենքն էլ, մյուսն էլ, պատրաստությունն էլ անողներ են պետք, լավ գրող է պետք։ Ինչևէ, այսօր այս պահին այսքանը, ցավալիորեն ձեր հետ միասին պիտի շարունակենք հետևել այս ծաղրածուների շքերթին։ Բայց մեկ է ամեն ինչ միևնույն է լավ է լինելու։